Եվ այսպես պանիկա իշխանական կաբինետներում չգիտեն ինչպես լուծեն Մոսկվայի հետ առաջացած տնտեսական խնդիրները, հարգելի հեռուստադիտողներ, Նիկոլ Փաշինյանը ինքը երևի համաշխարհային չեմպիոն կարող է լինել հետևյալ սպորտաձևում ստեղծել խնդիրներ եւ փորձել հերոսաբար հաղթահարել այդ խնդիրները, ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները սրվեն, ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը սկսի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ, ամեն ինչ արեցին, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը մնա մեկուսացած, եւ հենց որ դա ստացան, մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ հստակ կետային ճանապարհային քարտեզ, որով հնարավոր կլինի լուծել ստեղծված տնտեսական խնդիրները, իշխանությունները չունեն։ Հիմա դուք ձեր էկրաններին մի քանի սկրինշոտեր կտեսնեք, տարբեր պաշտոնյաներ, Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև ԿՊ խմբակցության падգամավորներ, մեկնաբանում են Ռուսաստանի հետ ստեղծված խնդիրները եւ այդ խնդիրների լուծման բանաձևերը։ Տեսեք, Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Մելքոնյանը, Խաչատուր Սուքիասյանը ինչ են իրենք ասում, ինչ թեզեր են իրենք առաջ բերում։ Նիկոլ Փաշինյանը ասում է հետեւյալը. մենք կկոմպենսացնենք բոլոր եղած տնտեսական խնդիրները, ասում է ես փողը կտամ ծաղիկներից միջև բիբար։ Այնտեղ մենք հասկանանք, հա, ինքը որտեղից է փողը տալու։ Այդ փողը եւս հարկատուների փողերն է, դա եւս Հայաստանի բյուջեն է, նոր վարկ են հիմա էլ վերցնելու Եվրոպական զարգացման բանկից, որտեղից է ինքը այդ գումարը կոմպենսացնել ու ընդհանրապես, իսկ միգուցե ընդհանրապես պետք չէ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ հավելյալ գումարներ ճարելու խնդիր չլինի։ Հաջորդով ինքը նաեւ ասում է հունիսի 8-ից բոլոր խնդիրները կլուծվեն, այսինքն ուզում ասի, եթե ԿՊ-ն պահպանում է քաղաքական մենաշնորհը, բոլոր խնդիրները լուծվում են։ Ինչ է ասում ֆիկտիվ հանրապետական Գևորգ Պապոյանը, էկոնոմիկայի նախարարը, ասում է ամսի 8-ից բոլոր խնդիրները կլուծվեն։ Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը բավականին ջերմ զրույց են ունեցել։ Մյուս կողմից ինքը ասում է մենք մեր ապրանքները արտահանելու ենք եվրոպական շուկա, մենք փնտրում ենք այլ շուկաներ, կառավարությունը մշակում է ծրագրեր, որոնցով կկոմպենսացնի քաղաքացիների կորուստները, ամենավերջում էլ ասում է հետեւյալը, դե մենք չենք կարող մեր ազգային պետական շահերը փոխարինել լոլիկով։ Դուք տեսնում եք, այստեղ հստակ հակասություններ կան։ Եթե դու ասում ես, որ ամեն ինչ լավ է, դու ինչ ես կոմպենսացնելու վերաբերյալ ծրագրեր մշակում։ Իհայտ է գալիս նաև Գագիկ Մելքոնյանը, Մտքի Ծիտանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ասում է հետևելը, դե թքած, եթե ռուսները չընդունեն հայկական արտադրության տարբեր ապրանքներ, միգուցե ինքը Գագիկ Մելքոնյանը տնտեսական խնդիրներ առհասարակ չունենա սրա հետ կապված, բայց ինչ խնդիրներ են ունենալու քաղաքացիները, սրա մասին ինքը չի մտածում։ Հաջորդ թիվ գալիս է նաև ծանր հրետանին քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության Խաչատուր Սուքիասյանը ասում է այլ տեղերից եւս գազ մեզ կարող են առաջարկել ու ավելի էժան գներով, քան Ռուսաստանից։ Տեսեք, բա եթե ամեն ինչ այդքան լավ է ու այդքան հեշտ է, բա միջևս տնտեսական պատժամիջոցները դուք ինչի չդիվերսիֆիկացրեցիք Հայաստանի տնտեսական կապերը, դուք ինչի հնարավորություն չստեղծեցիք, որպեսզի մենք գազ այլ երկրներից ստանանք, այլ տարածքներից ստանանք, որպեսզի հայկական արտադրանքը այլ տեղերում հնարավոր լինի իրացնել։ Ինչու Նիկոլ Փաշինյանը նախընտրական այս փուլում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ փորձում է, այսպես ասած, մարել ի հայտ եկող հրդեհները։ Իսկ միգուցե խնդիրը կայանում է, որ իրականում Նիկոլ Փաշինյանը հստակ ռազմավարություն չունի այս խնդիրները լուծելու։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հավերժը ստեղծված լինելու հնարավորություն, երբ որ դու Ռուսաստանից յատը մեծ փողեր ես ստանալու, բայց երկրի ներսում հակառուսական քարոզչություն ես իրականացնելու, քարանձավային ռուսաֆոբիա ես քարոզելու ու Հայաստանը տանելու ես դեպի թուրքական աշխարհ, որը եւս թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը, եւ ամփոփելով մենք պետք է նշենք հետեւյալը. հիմա այս պահի դրությամբ իշխանությունները փորձում են մարել այն հրդեհները Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ, մենք սրա մասին ձեզ արդեն ասացինք, որովհետև հենց այսօր տեղի ունեցել Կարսում հայ եւ թուրք գործարարների հանդիպումը, քննարկում են թե ինչ են արտահանելու Հայաստանից, ինչ է բերվելու թուրքական շուկայից, գյուղատնտեսները հայկական իդեպ կարող են ընդհանրապես փակել իրենց տնտեսությունները, եթե Թուրքիայից ապրանքները սկսեն մեծ ծավալով գալ Հայաստան, բայց տեսեք, մենք հիմա լուծում ենք խնդիր, փորձում ենք հնարավորինս արագ լուծել խնդիր, եկեք այսպես ձևակերպենք, խոսքը վերաբերվում է իշխանություններին, հայկական ապրանքի արտահանման շուկաներ փնտրելու մասով, իսկ երբ ենք կամ ոնց ենք լուծելու խնդիրները կապված ռուսական շուկայից Հայաստան ներմուծվող ապրանքների հետ կապված,
երբ նույնիսկ ոչ թե երբ, այլ հենց այն պահին, երբ որ ռուսական կողմը փակի նաև օրինակ տրանսֆերների հնարավորությունը Ռուսաստանից դեպի Հայաստան, եթե արգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին աշխատել Ռուսաստանի Դաշնությունում եւ այդ մարդկանց տեղափոխեն Հայաստան, այսպես ձևակերպենք, բայց այդ հարցերը ո՞նց են լուծելու Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Թուրքիան էլ է այդ հարցում օգնելու, Ադրբեջանն էլ է այդ հարցում օգնելու, Շահին Մուստաֆայևը գալու է այն բոլոր ապրանքները, որոնք մենք չենք կարողանում Ռուսաստանից բերենք կամ Ռուսաստան վաճառենք, ինքը գալու է այս ամեն ինչը գնի կամ լավ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է բիբարը եւ ծաղիկները, եթե թողում են կամ փչանան, դրա փողը կտանք, 62 միլիոն շիշ ջերմուկն էլ է ինքը խմելու կամ դրա գումարն էլ է ինքը տալու, այսինքն տեսեք, խնդիրը իրականում շատ ավելի խորքային է, իհարկե կարելի է շատ հումորներ անել այս ամեն ինչի վերաբերյալ, բայց տնտեսական առումով մենք կանգնած ենք կոլապսի առաջ եւ ամենակարևորը ամփոփելով, եթե դու նույնիսկ կապում ես քո շուկան թուրքական շուկայի հետ, թուրքական շուկայի հետ, դու կարող ես հստակ հասկանաս ու հստակ արձանագրես հետեւյալը, որ Թուրքիան ունենալու է նաև էթնոքաղաքականից միջև կրոնական պահանջներ, այսինքն իրենք կարող են ասեն, որ եթե դուք ուզում եք ձեր լոլիկը վաճառվի Թուրքիայում, Հայաստանում պետք է լինեն մսկիթներ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ սրա մասին իհարկե չի ասի, բայց դուք էլ բոլորդ ունեք մտածելու, մտորելու ունակություն եւ որոշում կայացնելու հնարավորություն հունիսի 7-ին մտածեք այդ մասին։